Հասարակության մեջ եւ մեր եւ առհասարակ սոցիումի մեջ կան հստակ ակնկալիքներ տղամարդկանցից։ Դրա մեջ կան առողջ հատիկներ, կան անառողջ հատիկներ, կան շատ սահմանափակումներ, որոնք տղաների մեջ ինչ-որ կոմպլեքսներ կարող է ձևավորեն եւ այլն։ Ըստ ձեզ, ով պիտի լինի տղամարդը։ Ինչ հատկություններով եւ ինչ վարքով կամ սովորություններով օժտված մեկը կարելի է փակ աչքերով ու հանգիստ սրտով կոչել, որ դարձավ տղամարդ է։ Երևի դրա մի քանի կետերի մասին խոսեցինք։ Նախ որոշումներ կայացնել ընդունակ լինի եւ պատասխանատվության զգացումով օժտված մարդ լինի։ Պատասխանատվություն եւ իր արարքների համար, եւ իր ընտանիքի համար, եւ իր հայրենիքի համար, եւ այն ամեն ինչի համար ինքը ինչ սիրում է։ Պատասխանատվություն։ Ոչ թե պարտականություն։ Իհարկե կան նաեւ պարտականություններ։ Բայց եթե տղամարդը ի վիճակի չի որոշումներ կայացնել, հետո դրանց համար պատասխանատվություններ կրել, դրանց հետո ինչ արժանիք ուզում ունենա, արդեն շատ էական չէ։ Ըստ իս կարող է շատ այդպես կնամեծար լինի, չգիտեմ, խնամված մարմնով, չգիտեմ էլ ինչ հատկանիշներ ասեմ, որտեղ աչքից չեն գալիս, եթե նրանք չկան։ Ինձ թվում է դրանք կարևոր բաներ են, որ բնորոշում են տղամարդուն եւ գուցե նաեւ առանձնացնում են կանանցից եւ իր սեռային պատկանելության դրս ամենաէական բնորոշիչներն են երևի։ Դա չի նշանակում կանայք անպատասխանատու պիտի լինեն կամ որոշումներ կարող են չկայացնել, բայց տղամարդու մոտ եթե դա բացակայում է, դա շատ միանգամից է երևում։ Որովհետեւ կանայք նաեւ կարող են թույլ տալ իրենց գլուխը դնել իրենց պատասխանատու եւ որոշում կայացնող եւ հոգատար տղամարդու ուսին։ Եվ դա ուզում են, եւ դա սիրում են։